Ցենկա։ Ցենկա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, այսօր 2025 թվականի հունիսի 4-ն է, ում ծնոտ նոր այսօր է, շնորհավոր եղնի։ Հա, ինձ ծանոթ մարդ կա, էլի որ ծանոթ է, շնորհավոր եմ գծերի հետ։ Եվ անցնենք բուն թեմային։ Այսօր Խուստուբ գիտատաճարի հերթական հաշվետվությունն է, որի շրջանակներում այսօր վերջապես մեզի է հասել, այսինքն Սյունիք Փսկուխուտ բելարի վրա հասել է մեր ԱՄՆ-ի Գլենդելում հավաքված քերուստեղ ու տանը հավաքված խոշոր գրքերի խմբականակ, որոնք որ գնել եք դուք ձեր անունից, եւ այսօր մենք իշխոր պետք է գրանցենք եւ դնենք տարածքում մինչեւ գիտատաճարը կառուցենք։ Գիտատաճարի հիմքը արդեն լցված է, վաղը սպասում ենք Տիգրան Միքայելյանի կողմից ուղարկվող տրակտորին, որը կուկա ու հիմք կողք բոլորը կփորե, որբիսի մենք ունենանք ընդիր ջրահեռացում, անձրևային ջրերի հավաքման կայան եւ այլն եւ այլն։ Հիմա անցնենք բուն թեմային, էլ շատ ժամանակ չծկեմ, գրքերը աննորմալ շատ են ու աննորմալ լավը։ Միանգամից անցնենք գործի։ Ես էլ չեմ հասցրել նայեմ, ձեր հետ միասին նայենք։ Հա, ու ամենակարևորը ժողովուրդ, այս երկու արգղ գիրքը մոտ 60 կիլոգրամ, 42 կդոր գիրք։ Մեզի բերել է ԱՄՆ-ից, որբիսի մենք գլոբինգների ու օնեքսների վրա աննպատակ փողեր չծախսենք, մեր հիմքի գլխավոր հովանավորի 15-ամյա որդին, Արտուր Ավագյանի 15-ամյա որդին Ռաֆայել Ավագյանը։ Ռաֆայել ջան, շնորհակալություն, դու տիտանական աշխատանք ես արել Ամերիկայից հետ, երկիր մոլորակի հետևի մասից բերել ես լիքը գիրք։ Միանգամից ձերքից տակ ընկավ իմ համար երևի ամենացանկալի գրքերից մեկը, կոչվի Survival Handbook կամ ողջ մնալու մասին գիրքը, որի թվային տարբերակը մի քանի տարի առաջ ես տարածել է եւ վերջապես տպագիրը իմ ձեռքում կա, եւ որովհետեւ պատկերացնեք սա ինչ գիրք է, սրանով կարելի է երկիր մոլորակի ցանկացած տեղ գնալ, արշավել ինքնուրույն եւ չմեռնել։ Եվ որպես դրա հիմնավոր փաստ ես ձեզի ցույց տամ այն գիրքը, որը մեր Գյումրու ընտանեկան գրադարանում կար, Outdoor Survival Guide-ն էր, որը հենց եղել է պատճառը, թե ես ինչի եմ ընկել սարուց օր զուտ, այս գիրքը բաց է թերթել եմ եւ ոգեշնչված այս գրքից ես գնացել եմ սարեր եւ ստեղ այդ գիտելիքները ձեռք եմ բերել, փաստացի մենք ունենք դրա նոր հրադարակչությունը եւ սա ավելացնում եմ մեր գրադարան եւ նայենք ով է նվեր տվել այս գիրքը Խուստուբ գիտատաճարին եւ Survival Handbook գիրքը նվեր է տվել Սուսաննա Պետրոսյանը, շնորհակալություն Սուսաննա ջան, Խուստուբ գիտատաճարին, համար 46-րդ գիրք նվեր տվող մարդը։ Սրան նաեւ կավելացնեմ իմ անձնական գրքերից մեկը, որը արդեն հին է, 10 քանի տարվա գիրք է, բայց իր բովանդակությունը հնացած չէ։ Այս երկու գրքերը ավելացնում ենք Խուստուբ գիտատաճարի գրադարանին։ Շարունակում ենք, արագացնեմ, շատ է։ Ուրեմն մյուսը կոչվի The Fermentation Kitchen, որը մեր խոհանոցային գրքերից հերթականն է, ֆերմենտացիաների մասնագիտական գիրք է, որտեղից որ դուք իմանում եք մեր օպեմ ֆերմենտացիան թթու տնելներ, թթու տնելու մասին ճիշտ գիրք, կոբիցած, եթե մենք մինչև այս թթու գտնեինք ըստ ազգային ռեցեպտներով, հիմա կրնանք զարգացնենք ու իմանանք թթու տնելու ձևը։ Մի խոսքով The Fermentation Kitchen գիրքն է եկե հասետեղ։ Так, Fermentation Kitchen-ը ձերք է բերել Գորը Խալաֆյան, իսկ գիտեք Գորը Խալաֆյան մեր Հայաստանում տուրերով զբաղվող մի քանի ամենահայտնի մարդկանցից մեկն է, ինքը Մեղրիից է, Գորը Խալաֆյան ունի երազանք Կապուտ ճյուղը բարձրանալու
Եվ իմ շատ մտերիմ ընկերներիցս մեկն է եւ Գորջան քո առաջի գիրքը տեղ է հասել վերջապես։ Մյուսը գրած է nutrition սկսնակների համար։ Nutrition-ը որն էր որ? Nutrition։ Սննդարություն, թե ինչ է, ես է չգիտեմ, բացեմ կարդամ կիմանամ, սննդարության մասին գիրք է, էլի խոհանոցային, բայց ինչքան հասկանամ, մեր մոտ գիտական խոհանոցը մեկ քիչ եմ այդպես լուրջ թափ կհավաքի։ Simply Nutrition գիրքը ձեռք է բերել Վահագը Բաբաջանյան, 33-րդ գիրք նվեր տված մարդը, ով ի դեպ մեզի օգնել է փայդամշակման փուլում մեր փչացած ռեսմուսը փոխարինելու հարցում։ Ապրիս Վահագ ջան, մենք իրար հետ կապի մեջ ենք։ Ուրեմն հաջորդ գիրքը հոգեբանության պարզ բացատրությունն է, Simply Psychology, որտեղից որ դուք պարզորեն կհասկանաք պարզ ձևերով ինչ է հոգեբանությունը։ Եվ այս Simply շարքը պարզեցված, հա, արդեն համալրվում է լրիվ լրանակը։ Եվ այս գիրքը հոփ այս ինչ որ բան Simply Psychology նորից Վահագ Բաբաջանյանն է արել, Վահագ ջան գիրքը եկավ հասավ սարի գլուխ։ Շարունակում ենք։ Հաջորդ գիրքը, որը կոչվի է Աճեցնել ծառեր, ինչպես աճեցնել ծառեր աճեցնելու մասին է, ինչքան ես հասկանամ, թե տևագիճը մրթվել է Grow Trees գիրքը արել է Նունե Մինասյանը, մեր 82-րդ գիրք նվեր տված մարդը։ Մերսի Նունե ջան, արագ կանցնենք։ Մյուսը կոչվի է The Tree in My Garden, ծառը իմ բանում, այգիում։ Երևի չէ, մրգատու ծառերի մասին է, իդեպ այս տարի ես գիտատաճարի տարածքում պլանավոր եմ գտնել լիքը մրգատու ծառեր, աշնանը, այնպես որ կրնակ ձեր ծառերը բերեք, այս գիրքն է կարդանք, ճիշտ ձևի ծառերը տնկենք, որ իրանք շատանան։ Եվ այս գիրքը հրադարագել է DK-ը, բայց այդտեղ կա մի հատ տար, կոչվի է RHS, եթե չեմ սխալվի, իսկ Բրիտանիայի համալսարաններից մեկը համատեղ, մի խոսքով մրգատու ծառերի գիրք։ Եվ այս տարի ծառատունք խուստուպում մրգատու ծառերի, որ միշտ ունենանք մեր խուստուպ գիտատաճարը։ The Tree in My Garden։ Այս գիրքը նվեր է տվել իմ շատ մտերիմ ընկեր Վիգեն Սարգսյանը, դուք իրան կրնա իմանաք, լուսանգարիչ եւ ծրագրավորող մեր 81-րդ գիրք նվեր տված մարդը։ Վիգեն ջան, գիրքդ հասավ տեղ։ Կսպասեմ գաս կարտաս։ Հաջորդը կոչվի է Science of Heat կամ ես եմ անկարագետ։ Ինչի գիտությունն է, ինչ-որ սպես շարժումների մարդու անատոմիայի հետ կապված բան է, ինչքան հասկանաց ինչ-որ վարժությունների է, բայց ինչ-որ պատճառով մեջը սաղ կանիկ մարդու մարմին է նկարած, տղամարդու չեմ տեսնի։ Մի խոսքով ես անկարագետս ենթադրություն կենեմ, որ սի ինչ-որ կանիկ մարդու ֆիզիկական վարժության մասին գիրք է, կոնկրետ understand the anatomy of psychology transform, կսե հասկանալ անատոմիան եւ հոգեբանությունը, թե ինչպես փոխակերպել ձեր մարմինը, մոտավորապես այսպես վիզուալ ինֆոգրաֆիկաներով գիրք է, առողջ ապրելակերպով զբաղվող մարդկանց պես կրնա հետաքրքրել է։ Science of Heat։ Մնաց գտնի մուրա։ Գդա, չես փախնի։ Science of Heat Անահիտ Մարտիրոսյանի առած գիրքն է, մեր երկրորդ մարդն է, որ խուստուպ գիտատաճարին գիրք է արել։ Հաջորդը մյուսը պարզ բացատրած քվանտային մեխանիկա, փաստեր քվանտային մեխանիկայի մասին, երևի սա իմ համար ամենահետաքրքիր թեմաներից մեկն է, որովհետեւ ես ինքս տիեզերքով եւ մեր գոյության իմաստը գտնող մարդ, իմ ամենաթույլ տեղս երևի քվանտային մեխանիկան է, քվանտային ֆիզիկան է եւ վերջապես ինձ նման սկսնագին կոնապարզորեն կբացատրվի ոչ թե YouTube-ի վիդեոներով, այլ մեկ քիչ եմ ակադեմիական բազային գիտելիքով քվանտային ֆիզիկան ինչ է։ Իդեպ քվանտային ֆիզիկայի գիրքը նույնպես նվեր է տվել Վահագ Բաբաջանյանը։ Ժողովուրդ, դուք եք կրակ ձեր անվանական գիրքը նվեր տաք մեր ցանկից։ Մի մոռացեք։ Հաջորդը, ինչ դար գիրք գույն է, աշկես վառավ։
Ուրեմն էլի գիտություն པարզ բացատրած։ Դե մենք այս թեմաներով լեն գրկերել ունենք, բայց սրանք པարզ շարքն է, էլի, որ ասենք եթե շատ չեք ուզե խորանաք, པարզ կրնաք սպես ծանոթանաք գիտությանը, գիտությունն ինչ է։ Simply Sigmer 11-րդ գիրքն է այս པարզեցված թեմայով։ Simply Science նույնպես ձեռք է բերել Վահագ Բաբաջանյանը։ Վահագ ջան, կերկերդ հասել են խուստ ու պախպերս։ Բտու է պետք է Ամերիկայից։ Հաջորդը։ Շարունակելով Simply թեման, սա նույնձև պարզեցված մաթեմատիկան է, այսինքն մաթեմատիկան պարզեցված հասկանալու համար առանց խորացված գիտելիքների այս գիրքը կա եւ իդեպ մաթեմատիկայի մասին խորացված գիրք էլ ունենք։ Simply Maths, նույնպես Վահագ Բաբաջանյանի առած գիրքն է, ես է հասավ տեղ։ Շարունակում ենք, ստեղ ինչ-որ չբացած գրքեր կան, բացենք իրար հետ, բացենք։ Հաջորդը պարզեցված աստղագիտություն, աստրոնոմիա, աստղագիտությունն է սիկ, հա էլի, հա, նույն ձև էլի աստղագիտություն, պարզեցված, էլի սրանք բարակ հանգիստ գրքեր են, որ եթե կարճ կուզեք իմանաք ընդհանուր սրա մասին, իմանաք, Simply Astronomy, այս Վահագ Բաբաջանյանը մեր Ռեսմուսի հարց լուծողը, բաստորեն այս Simply-ի շարքն է լրիվ ծածկել, որ մենք կարանանք այս շարքը ամբողջությամբ ունենանք, արեք մի անգամից շարունակենք, էլի, նույն ձև կա պարզեցված էկոնոմիկա գիրքը, առաջի անգամ դիա բացեմ գը, ընձի նման տգետին, ով որ էկոնոմիկայից հեչ բան չի հասկնա, այսիկ լրիվ հետաքրքիր է իմանալ, օրինակ կարող է այդպես մասնագիտական մանր գիրք չէ, բայց եթե մարդ պետք է պարզեցված ինչ-որ բան իմանա, սիկ է, նույնպես Վահագ Բաբաջանյանի առած գիրքն է, հաջորդը Մյուսը գրած է Emerging Technology, երևի նկատի ունի տեխնոլոգիաների համադրում։ Ստեղ տեխնոլոգիաների մասին է, էլի պարզ բացատրած ինչ-որ ՏՆԹ-ի էջ եմ բացել։ Ինչ-որ բույսեր կա ստեղ։ Ինչ-որ գծեր կա ստեղ, AI կա։ Ստեղ կա տիեզերական ինտերնետ եւ այլն։ Emerging, в общем, տեխնոլոգիաները Եվ այս գիրքը նույնպես նվեր է տվել Վահագ Բաբաջանյան։ Շարունակում ենք։ Սիգել է սկիզբն է ժողովուրդ։ Հաջորդը։ Ենք հիշեք են կնոջ հարժությունները, դրա նման կա յոգայի գիտությունը, այսինքն ինչքան հասկանամ, այս մարմնի եւ հոգեվոր առողջության մասին հնայք ինչ է իրացեն, որ քիչ կմնա։ Ներստաս չի դեմ սախսոնք ենես։ Մի խոսքով յոգայի մանրակրկիտ ուղեցույց է սիկ Հայաստանում, ես չկան գիտեմ յոգայով շատ զբաղվողներ կան եւ սիկ ինչ-որ ֆանտաստիկ գիրք է ու վրան գրած է, որ սա կես միլիոնից ավել աշխարհում վաճառված գիրք է։ Մի խոսքով յոգայի աստվածաշնչի նման բան է։ Science of Yoga։ Այստեղ կա Yoga for Kids, Science of Yoga Անահիտ Մարտիրոսյանի առած գիրքն է։ Շարունակում ենք։ Ժողովուրդ, սիգիմ ամենասպասված գրքերի շարքից է, ուրեմն вообще այս շարքը, մեկը միկրոաշխարհն էր, մյուսը բան, սա բույսերն են, վերջապես եկավ տեղ հասավ այս գիրքը, ու սա DK-ի եւ էլի բրիտանական թագավորական ինչ-որ համալսարանի հետ է, ու սա ժողովուրդ ֆանտաստիկա է, ուղղակի չեմ հասցրել հերթեմ, բայց կրնամ ասեմ, որ Սա մեր գրադարանի ամենազորավոր, ամենահզոր սիրուն գրքերից մեկն է, շատ երկար եմ ես այս գրքին սպասել եւ վերջապես այն խուստուպում է Սյունիքում է, Երևանում չէ, Սյունիքում է։ Հավատացեք Երևանում կնասորից չեղնի։ Ուրեմն The Science of Plants, մեր օպեմ գտնի, մնաց գտնի մուրա։ Չեմ գտնի, սա է, չէ, չեմ գտնի, իա։ Գդա, Գորջան,
քո անունից առած գրքերից է Գոր Խալաֆյանը նորից այն մեր туриզմով ու մեղրիով զբաղվող ընկերոջն է Գորջան քո առած գրքերից մեկն է ֆանտաստիկա է ուղղակի սիկ առանձին ես գրապահարանում կտնեմ այն միկրո լայֆի եւ մնացածի կողքը որպես բնության թեմա սա կենսաբանների եւ բույսերը սիրող մարդու չգիտեմ մագաղատ է ինչ ասեմ սա այն գիրքն է որի համար արժե գալ հասնել խուստուփ ստեղի մոդս արդեն կերկի տեղի ճակնաժամ սկսվավ մեր վարգյանը արդեն ես տեղ չունիմ ստեղ շարելու անցանք առաջ հաջորդը մեր օպեմ ստուգեմ նոր էլի սիգել է զորավոր շարքերից է այո ուրեմն սա խոդաբույսերի գիրքն է առանձին ինչքան հասկանաք կենսաբանության թեման շատ այսպես հավեսով ծածկենք սա խոդաբույսերի գիրքն է նորվային բույսերի ավելի մասնագիտացված խոդաբույսերինն է ես համոզված եմ կենսաբանները մի շատ այսպես բարի նախանձով նայեն այս գրքերին Herb book The Herb book Գոր Խալաֆյան Գորջան նորից քո գրքերից է մենք քո անունից լիքը կենսաբանության գրքեր ենք առել շարունակում ենք այս ֆանտաստիկ process-ը մյուսը նույն ձև կա սննդի book ոչ մի food book սննդի թեման շատ է հոպ ստեղ ինչ որ բան ընկավ մեր օպեմ ինչ ընկավ հա ստեղ գրած է որ Քերուս տեղուն է հասել այս գիրքը իդեպ իմ այս գրքերը հավաքվել են Արմեն Մովսիսյանի տանը իդեպ իմ քերիս է հալալ քերիս է վերկաց եղբայր իմ երկի հեղինակ Արմեն Մովսիսյանը ու իր տղմանունն էլ Արմեն Մովսիսյան քերուս տեղեն է եւ մենք գրքերը իրանց տունը հավաքենք ԱՄՆ-ում պես լավ զգամ էլի հա սիկ в общем ուդելիկի բուկն է գիրքն է խոսքով ուդելիկի մասին է թե ուդելիկը որն է ու էլի սա բազային հարագիտարան է էլի հաջորդը The Food Book նույնպես Գոր Խալաֆյանի անունով հաջորդը ժողովուրդ հասնում ենք այն գրքերին որոնք ամենաանհամբերը էլի ես կսպասեի սրանք ինչ-որ իմ համար էլ ես խոստուփ գիտատաճարի գանձերն են որոնք ոչ մեկի չեմ թողնալու որ տանին ստեղից եւ երգիր մոլորակն է սա երգիր մոլորակի ընկալեք բանն է ինստրուկցիան է էլի հա ու որովհետեւ լավ պատկերացնեք սա ինչ գիրք է ես այդտեղ իմ գրապահարանում ունիմ մի հատ 5 գիրք այսիկ շատ 5 գիրք է սա իմ անձնական գրադարանից է շատ 5 գիրք է երգիր մոլորակի արեքսեմ ինստրուկցիա չսեմ էլի այդ մանրամասն նկարագիրն է ավելի մասնագիտական գիրք է սա բայց սա դրա նորն է վերջերս է լույս տեսել էլի գանձ է մարգարիտներից է այս գիրքը մի խոսքով երգիր մոլորակով հետաքրքրվողներ ընդերք հրաբուխներ տեկտոնական սալեր այդ թեմայով հետաքրքրվողներ ջան այդ գիրքն է եկավ հասավ տեղ The Science of the Earth երգիր մոլորակի գիտությունն է այս գիրքը նվեր է տվել Արմանը Մգրտչյան շարունակում ենք Այս շարքից կամ մի հատ ուրիշ մարգարիտ սրանք են ժողովուրդ երևի այս գրքերը են ամենակարևոր գրքերն են մեր որի համար միգուցե այս ամեն ինչը սկսել ենք սիկ նույն ձև օվկիանոսագիտությունն է որտեղ որ դուք կրանաք ծանոթանաք օվկիանոսներին եւ օվկիանոսների մեջ եղած աշխարհին այսինքն սա այն միկրո լայֆի եւ մնացած գրքերի շարքի շարունակությունն է Եվ թե ինչքան բան կարելի է այստեղից սովորել ու տարբեր տեղեր կիրառել, մեկ է Աստված գիտե։ Եվ սրանք միակը չեն էլի այս թեմայով, սա ֆանտաստիկ շարք է եւ ես խոստուփ գիտատաճարում այս գրքերը բոլոր ցկտելու եմ ոչ թե տեղադրել այսպես,
այլ խուստուկ գիտատաճարում գրքերը լինելու են դեմքով ձեզի, որովհետեւ դուք գիրքը վերցնելուց պես ամ գայթակղված ուզենաք իրանց վերցնել։ Օվգանոսագիտություն Արման Մգրտչյանի անունով մեր 42-րդ գիրք առնող մարդն է։ Առաջի չամադանը պերձանք։ Երկրորդ չամադանը ավելի ծանր է։ Ոյ։ Այո։ Շարունակում ենք։ Սա կոչվի է The Montessori Home, ինչքան հասկանամ երեխու համար նախատեսված տունն է, այսինքն տուն, որի մեջ դուք երեխա պետք է ունենաք, երեխա պետք է մեծացնեք եւ այդ տանը ինչ է պետք երեխու առողջ զարգացման համար, մի խոսքով տան ներսում ինչ է պետք, որ երեխան նորմալ մարդ մեծանա։ Так, The Montessori Home, Անահիտ Մարտիրոսյանն է ձեռք բերել այս գիրքը նորից։ Շարունակում ենք։ Մյուսը ուղեղի ֆիթնեսի գիրք։ Ուղեղի տրենիրովկա, էլի, ուղեղի պարապմունք, ստեղից կարելի է ուղեղի վարժություններ անել, ուղեղը պարապցնել, մի խոսքով ձեր ուղեղը չժանգոդի ռիլների ու TikTok-ներ թեշտելու ժամանակակից տխուր եւ ուրախ աշխարհում։ Եվ ուղեղի ֆիթնեսի գիրքը ձեռք է բերել Սաթիկ Ղազարյանը, մեր 39-րդ գիրք նվեր տված մարդը։ Շարունակում ենք։ Meditation for the Real World, սա մեդիտացիա է, ինչքան կհասկանամ տարբեր պայմաններում գտնվելու համար մասին, թե ինչ, մի խոսքով ես չգիտեմ հələ ինչ, բայց մեդիտացիայի կոնկրետ թեմայով է։ Meditation for the real world, իրական աշխարհի համար մեդիտացիա, գնել է Անահիտը Մարտիրոսյան։ Շարունակելով այն յոգայի ու մնացած թեմային, սա վազելու գիտությունն է։ Իդեպ, հա, վազելը ունի իր գիտությունը, ինչպես նաև քնելը ունի իր գիտությունը, եւ եթե կուզեք վազքով զբաղվեք կամ վազքով կզբաղվեք ու զուգ սպորտով կզբաղվեք, երևի դուք պետք է իմանաք ինչ ճիշտ վազել եւ զարթնել, որ մգանը կաշխատի, որտեղ ինչ կջարդի, մի խոսքով վազելու գիտությունը։ Վազելու գիտություն գիրքը նվեր է արել նույնպես Անահիտ Մարտիրոսյանը։ Հասանք հաջորդ գանձին, ես կոնկրետ սրանք ինձ համար գանձեր են, այս կոնկրետ շարքը, երևի այս կերկերը իմ սիրտից քծեն գլուրջ կսեմ, ես սրտիս աշխատանքի տարբերություն կզգամ այս կոնկրետ շարքը տեսնելուց, ազգային պատմության թանգարանն է Բրիտանիայի, DK-ի հետ համատեղ եւ կենտանիների գիտությունն է, որտեղ այն միկրոլայֆի նման նկարագրած է կենթանիների, կենթանական աշխարհը, սա երևի ամենազորավոր շարքն է մեր գրադարանի, նո շարքերից մեկն է։ Շշմելու գիրք է, էլի չեք պատկերացնել, ժողովուրդ, ես ձեռս արել եմ, այս գիրքը նույնպես նվեր է տվել Գորա Խալաֆյան, Գորջան գրքերդ հասան տեղ։ Հաջորդ գիրքը, որը որ երևի իմ ամենահետաքրքրածս գրքերից է ի սկզբանե, պանիրների հանրագիտարանն է, եւ եթե երբևիցե դուք բանավիճեք պանիրների թեմայով, որ պանիրն ինչ է եւ այլն, այս գիրքը կօգնե ճանաչել պանիրները։ Սա վիսկիների հանրագիտարանի կողքը դրվող գիրք է։ Մի խոսքով մենք մի քիչ կսկսենք արդեն ճշտին մոդի գնալ, էլի, ոչ թե YouTube-ի վիդեոներով, ես կարծում եմ, որ YouTube-ի վիդեոները շատ լավ բան են, ես նայում եմ, բայց դա չի տալիս ընդհանուր պատկերացումներ, եւ այս գիրքը նվեր է արել Լիլիթը Օհանյան, եթե չեմ սխալվի, Լիլիթը Կապանցի է։ Շնորհակալություն Լիլիթ ջան, քո գիրքը տեղ է հասել, ու մենք քո շնորհիվ կիմանանք
բաների ճիշտը։ Էսա իմացանք։ Հաջորդը մենք ունենք մի հատ շարք, որը կոչվի խոշոր գաղափարները հեշտ բացատրված, սա այդ շարքից է եւ վերջապես քիմիայի գիրք եկավ տեղ հասավ, թե ինչ է քիմիան, ինչպես է աշխատում քիմիան, քիմիա երևույթի հետ մարտավարի ծանոթանալու համար։ Իդեպ ցավոք սրտի իմ քիմիայի ուսուցիչները շատ վատ ուսուցիչ էին, միգուցե լավ մասնագետ էին, բայց վատ ուսուցիչ էին եւ ինձ չեն կարողացել քիմիայի նկատմամբ սերմանեն եւ մի բանից ես նոր զրոյից քիմիա սորվիմ։ Եվ քիմիայի գիրքը ձեռք է բերել Հայկուի Բալաբանյանը եւ այս գիրքը Սիգե չէ հələ։ Հա, Հայկուի Բալաբանյանը։ Հայկուի ջան, քո առաջի գիրքը եկավ ամերիկաներից հասավ տեղ։ Շարունակում ենք։ Հաջորդ գիրքը կոչվի նույն շարքից է էլի, խոշոր գաղափարները հեշտ բացատրած, գիտության գիրքն է եւ գիտությունը ինչ կաշխատի դրա գիրքն է։ Դե բարձր չէ, որ մենք նույն թեմայով միլիոն ձևի գիրք ունենք, կախված ամեն մարդ ինքը իր ճաշակի մեջ եւ The Science Book-ը նույնպես ձեռք է բերել Հայկուի Բալաբանյանը եւ ցեզի մի հատ նորություն ասեմ, այս գիրքը լույս է տեսել մարտի 6-ին, այս տարվա գիրք է, սա բացարձակ նոր գիրք է, այս տարվա 25 թվականի գիրք է։ Շարունակում ենք, այս Monster գրքերի շարքից անդրադառնանք ծառերի գրքին, The Tree Book, երևի սա էլի իմ ամենաբաղձալի գրքերիցս մեկն է եղել, որ ես ուզեցել եմ խուստուկ գիտատաժարում տեսնիմ, ստեղ ծառերն են։ Հատկապես վերջերս, երբ որ կարմիր գրքային կենիների հետ ծանոթացա, ես հասկացա, որ ծառերի հանդեպ լուրջ թուլություն ունիմ։ Մի խոսքով սա ծառերի գիրքն է, որտեղ մենք ծանոթանում ենք ծառերի պատմությանը, գիտությանը եւ պատմվածքներին եւ պատմությանը։ The Tree Book։ Մեր օպեմ The Tree Book-ը ձեռք է բերել Սաթենիկ Ղազարյանը, մեր 39-րդ գիրք նվեր տված մարտը։ Շարունակում ենք։ Հաջորդ գանձը, որը կոչվի տեղաբույսերի հանրագիտարան, որը ես շատ եմ էլի սպասել, այստեղ 560 տեղաբույսերի մասին է խոսքը։ Եվ ձեզի երկու հատ բան ասեմ, Շիրակի մարզում կար մի հատ մարդ, որին որ դիագնոզ էին ներել ռակ, ուռուցք, եւ ինքը այդպես սաղ թողնակ երթա դաշտերը սկսե տարբեր խոդեր ուտել, որը դուրը գուկակ ուտե, որը դուրը չի գա թակե, ու այդպես այդ մարդը ինքն իրան ռակից բուժեկը բարձվի կային տեղաբույսեր։ Ես շատ պատմություններ եմ լսել տեղաբույսերի մասին եւ ինքս կհավատամ, որ բնության մեջ ցանկացած բույս թունավոր թե չթունավոր, ինչ որ հիվանդությունների բուժման լավագույն ձևն է, քան քիմիական հաբերը։ Սա կարելի է ասել այն սկիզբն է, որտեղից կարելի է սկսել եւ բնակվելով Սյունիքում, բնակվելով Հայաստանում, ես գիտեմ, որ մենք ունենք բազմազան կենսաբազմազանություն այս թեմայով եւ այս գիրքը կօգնե սկսել ծանոթանալ տեղաբույսերին մարտավարի ծանոթանալ մոդիկից հասկանալով եւ մանրակրգիտ։ Բայց որ տեղաբույսերով զբաղվող մարդիկ ջան, իմացեք, մենք ունենք շատ զիլ տեղաբույսերի հանրագիտարան։ Так, ով է այս գիրքը նվեր տվել։ Այս գիրքը նվեր է տվել Սուսաննա Պետրոսյանը, մեր 46-րդ մարդը, որ խոստուկ գիտատաճարին գիրք է նվեր տվել։ Ես էլի տեղի խնդիր ունիմ, եւ արգանեմ սեղանս դադարգեմ, սիգարտին երկրորդն է որ դադարգում եմ։ Իդեպ ես շատ արագ հաստրել եմ գրապահարաններ սարքեմ, որբիսի երբ որ դուք գաք Սյունիք մեզիքի ուր, դուք կգրնանաք այս գրքերը արդեն սկսել ուսումնասիրել։ Հաջորդը։ Ուրեմն այս գիրքը Համասյան Տիգրանը երաժիշտ կարող է իմանաք։ Դաշնակահար Տիգրան Համասյանն է խորհուրդ տվել, որ մենք ձեռք բերենք, եւ մենք ձեռք ենք բերել այս գիրքը։ Ինքը պատկերազարդ չէ, բայց դե եթե դաշնամուր լավ նվագող մարդը կսե երաժշտության թեմայով այս գիրքը ձեռք բերեք, ուրեմն տագը բանում կա, բայց որ Համասյան Տիգրանը խորհուրդ է տվել ձեռք բերել այս գիրքը եւ մենք առել ենք The World is Sound Nada Brahma։
աշխարհը դա ձայն է։ Բայց մենք այս գիրքը չունենք գրանցած, մի հատ առանձին կգրանցենք, որոնք որ չունենք, տնեմ կողքի, էլի, չխառնենք սաղ իրար։ Հաջորդ գիրքը կոչվի է Mindful Pregnancy, խելացի խելքը գլխին հղիություն, սա հղիության մասին մեր երկրորդ գիրքն է, մի խոսքով եթե կուզեք դուք առողջ երեխա մեծացնեք, դրա համար, այսինքն հղիություն տանիք առողջ, դրա համար կան գրքեր։ Mindful Pregnancy գիրքը ձեռք է բերել Անահիտ Մարտիրոսյանը։ Հաջորդը Այստեղ կա, ասեք բացեմ։ Այս տելեֆոնը որ փակենք շատ ապացնի կդառնա այս ամեն ինչ բացելը։ Սնուցող բույսերի կամ մարդու սնուցման գիտության մասին գիրքն է Science of Nutrition, որտեղ որ մանրամասն խոսվի է սնուցող բույսերի մասին։ Սա ինչքան հասկանամ այս թեմայով երկրորդ գիրքն է։ Science of Nutrition գիրքը ձեռք է բերել նույնպես Գոր Խալաֆյանը։ Գորջան, ես վագոնում գիրք է եկե։ Հաջորդը Կոֆեի սիրահարներին։ Ես կոֆեի սիրահար չեմ, բայց կոֆե կխմեմ, ու ես անկրագետ եմ, ու ես կուզեմ քիչ կրագետ եղնեմ, կոչվի է Coffee Book։ Սա կոֆեի գիրքն է, նորմալ ակադեմիական գիտելիքներ ունենալու համար, որ կոֆեն որտեղ կաճի, ինչ է էպել եւ ընդհանուր պատկերացում կազմել կոֆեի տեսականիներից կօգնի այս գիրքը։ Ինձ թվա Հայաստանում կոֆեի արկու վաճառքով զբաղվող մարդիկ շատ կուզենան այս գիրքը մի հատիկը նայեն, որպեսզի իրանց գործը եղնի ավելի հիմնավորված ու ավելի խելացի ընդրված։ The Coffee Book Սուսաննա Պետրոսյանի ձեռք բերած գիրքն է։ Շարունակում ենք։ Արեք ես մեկ գիրքը վերջում թողամ էլ, իսիկ շատ խորհրդանշական գիրք է իմ համար։ Հաջորդը Այս գիրքը կոչվի է The Bee Book, մեղուների գիրք։ Ես ունեի մի հատ շատ ավակ ընկեր, Մակիչ անունով մարդ կար, ցավոք սրտի ինքը այս տարի մահացավ, տարիքով էր, հիվանդություններ ուներ, պատերազմի մասնակցած էր եւ ինքը ուներ հոբի, սկսել էր մեղուներով զբաղվել ու իր համար դա տարերք էր։ Ես իրանց էլ էի որ մեղուների մասին գիրք գոյություն ունի, մեղվապահության, մեղուների եւ ինքը շատ կուզեր այդ գիրքը տեսներ կամ այդ գրքերից տեսներ, բայց ցավոք սրտի Մակիչը մահացավ։ Եվ այս գիրքը, երբ որ նոր տեսա, հասկացա, որ զուտ գիրքը չհասցրեց Մակիչին հանդիպել ու իմացեք, որ մեղվի սիրահարներ գոյություն ունի մեղուների գիրք, որը որ պատմում է մեղուների ամեն ինչի մասին։ Ճիշտ է, շատ գրքեր կան մեղուների, բայց այս տիպի գրքեր հավատացեք քիչ կան։ Ափսոս Մակիչը չհասցրեց այս գիրքը տեսնի։ Հուսանք մնացած մարդիկ, ովքեր որ մեղուներով կզբաղվին, մեղուներ կսիրեն, կուկան եւ կօգտվին մեղուների գրքից։ Եվ The Bee Book մեղուների գիրքը նույնպես նվեր է տվել Գորը Խալաֆյան։ Գորջան քու սաղ առած այդ գրքերը եկավ Տեխասով։ Շարունակում ենք։ Հաջորդը կոչվի է զինվորական պատմության գիրք, մենք զինվորական թեմայով վագոնամ գիրք ունենք, բայց սա արդեն ավելի Շքանք հասկանամ ռազմական տեխնիկայի մասին է, տարբեր թվականների, մեր ոպեմ, ռազմական տեխնիկա էլ կա, մի խոսքով բդի դարաշրջաններով տված է, բդի միամ ես են նայեմ, The Military History Book The Military History Book-ը նվեր է տվել նույնպես Վահագը Բաբաջանյան, Վահագջան այս գիրքը դե եկավ հասավ տեղ։ Հաջորդ գիրքը
Սիգելի են մոնստր գրքերի շարքից է, կոչվի է զոոլոգիա։ Եվ սիգելի են համալսարանների հետ կատարած աշխատանքներ, որտեղ որ նույնպես մենք էլի ծանոթանում ենք կենտանական աշխարհի հետ մաշկ, կաշիներ եւ այլն, ընձիգը թվա էլի կսեմ կենսաբանները հիմի շատ լուրջ ձևի կուզեն կան հասնել խուստուբ շշմելու գիրք է, շշմելու լուսանկարներով եւ ինչ ասեմ Ինչ լավ է որ հələ ժիվո ենք, ուս ամեն ինչը կարելի է կարդալ։ Զոոլոգիայի գիրքը նվեր է տվել Սուսաննա Պետրոսյանը։ Սուսաննա ջան, ձեր բոլոր 4 գրքերն եկան հասան տեղ։ Շնորհակալություն։ Երկար ժամանակ տևեց, մինչև մայրցամաքը անցավ։ Օվկիանոսը ներողություն։ Հաջորդ գիրքը, որը կոչվի է Եփելու գիտությունը, խոհարարության գիտությունը, սա խոհարարության մասին հերթական գիրքն է, բայց ամեն մեկը իր հերթին նեղ մասնագիտացված է։ Ինչը կհասկանաք, մենք խոհանոցային թեմայով ահռելի արդեն քանակի գրքեր ունենք, մեկը մյուսից լավ ու մասնագիտացված եւ շատ գիտական, որովհետեւ դուք պատկերացում կազմեք բրինձ, այնտեղ ինչ կոչվի տարբեր բանջարեղեններ եւ այլն։ Մի խոսքով խոհանոցային գիտության Շքան է շատ էր եսօր գիրքը, ինչքան խոսացի ես The Science of Cooking Չէ Մնաց գտնի մուրա The Science of Living, Gardening, Չեղնի ես գիրքը չեմ գրանցել ես, խայդարա եղանք, հլը մեր ոպեմ, փաստորեն չեմ գրանցել, ես գիրքը չի գրանցած, ես անպայման հարակ ճշտեմ ում գիրքն է, սա գրանցեմ անմիջապես հենց իմանամ, սիքստեղ, և վերջի գիրքը, որը որ պարտադիր պետք է ունենայինք, դա մեր խուստուբ գիտատաճարի գլխավոր ճարտարապետ տիեզերական մարդու գիրքն է, Բաքմինստր Ֆյուլերը, ով որ երկրաչափության պոետ է համարվի, եւ իր մտածած գաղափարներն են, իդեաներն են, իր աշխարհայացքն է, ինքը շատ պարզ գիրք է, ինքը ծանոթացնեք է Բաքմինստր Ֆյուլերի ուղեղի մեջի պարունակությանը եւ մենք փաստացի մեր խուստուբ գիտատաճարի ճարտարապետության հիմքում ընտրել ենք Բաքմինստր Ֆյուլերի ճարտարապետությունը։ Այնպես որ այս գիրքը մենք պետք է ունենայինք, ուսա որպես ինչ ասեմ, այդ մարդու ինչ ասեմ, գաղափար պետք է ինչ-որ բան ունենայինք, ու դիք Բաքմինստր Ֆյուլերի կարճ նկարագիրն է։ Մի խոսքով երկրաչափության պոետի։ Բաքմինստր Ֆյուլերը ինքն ինձ vocation չէ, էլի այս թեմաներին իրականում, եթե ինքը չեղներ, բան չէինե։ Եվ Բաքմինստր Ֆյուլերի գիրքը ձեռք է բերել Վահագն Բաբաջանյան եւ եկե տեղ է հասել։ Եվ կարելի է ասել, սկանով մենք ավարտեցինք մեր այսօրվա գրքերի գալը, ես կանը սա հələ պետք է լցնեմ պահարանը, ընդեղ մի երկու գիրք ունեի հարցական ճշտեմ, ստեղ մի քանի գիրք էլ կա, սրանք էլ պետք է ճշտեմ, եւ սկանով կարելի է եթերը ավարտել հաշվետվությունը, դուք եք կրնակ ձեր անունից ձեռք բերեք մեր ցանկից գիրք, շատերը բողոքվին թե ինչի են գրքերը անգլերեն, կներեք չկա ուրիշ լեզվով, Սիգե մեզի կմտահոգի այս հարցը, եթե նեղվիք այդ հարցից կրնակ գաք եւ զբաղվիք թարգմանությամբ, տպագրությամբ, հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ ու սկսեք գիտակցել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետություն Բրիտանիային հասնելու ու համաշխարհային հանրագիտարաններին հասնելու համար այլ շատ պետք է չարչրվինք, այնպես որ եթե նեղվիք որ այս գրքերը անգլերեն են, օգնեք, թարգմանենք, հաղորդումներ հանենք այս գրքերի թեմաներով Խոսքով հայրենի հետ կապված բացը լրացնենք,
Սա թող լինի առաջի քայլը, էլի նախ մի հատ պատկերացնենք աշխարհն ինչ է, կներեք, չկան այս գրքերը հայեր են։ Ինչ վերաբերվի գը նաև մի հատ ուրիշ թեմա է, սա ասեմ ու անցնենք։ Ես ինքս դատարել եմ օգտվել Facebook-ից որպես ինֆորմացիայի աղբյուր, Instagram-ից, սոցիալական ցանցերից, Reel-երից, TikTok-ներից, արդեն 1 ամիս եղավ։ Հեռախոսս դարել է կնոպկով Nokia, հիմնականում շպրտած է կողքի, որովհետև անընդհատ գործերի մեջ եմ, գիտելիքների ձեռքբերման process-ի մեջ եմ եւ հավատացեք սոցիալական ցանցերը, ինտերնետը խանգարեն է երջանիկ ապրելուն, հավատացեք ինձ։ Եթե ինչ որ կերպ պետք է կապ հաստատել ինձ հետ, կգրեք, ես մի քանի օրը մի անգամ նայում եմ Messenger-ից, կպատասխանեմ, սպասում եմ ձեր ձեռքբերվելիք գրքերին եւ սկանը։ Ես դասավոր եմ, երթամ շինարարություն ունեմ։ Լավ մնացեք ու շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ սկան գիրք ձեռք էին բերել, եկավ հասավ տեղ։ Ստեսություն։